Հիմնական թեկնածուն Վազգեն Մանուկյանը այս հրապարակում հանրահավաք է կազմակերպել, հանրահավաքը տեղափոխել Գերագույն խորհրդի կամ այն ժամանակ արդեն ազգային ժողովի շենքի առջև եւ հայտարարել հետեւյալը. հիմա ես մտնում եմ խորհրդարան Խաչատուր Բեզիրջյանի հետ բանակցելու, կենտրոնական դրական հանձնաժողովի նախագահն էր, այդ ժամանակ տեղադրված էր ազգային ժողովում։ Նրա հետ բանակցելու եւ եթե 20 րոպե հետո դուրս չգամ, բոլորդ եկեք իմ հետևից։ Ես ուզում եմ, որ փաստերը ճշգրիտ լինեն, հիշում եք դուք սա։ Ինչևէ, հենց 20 րոպե հետո ժողովուրդը մի 5000 մարդեր սկսեց բարձրանալ ճաղերը, խորհրդարանի ճաղերը, մենք ուրեմն ես, իմ գրասենյակում էի, բոլոր նախարարները ուժային, իրավապահ եւ այդ օրվա ուրեմն անվտանգության ապահովման պատասխանատվությունը դրված էր այն ժամանակ դեռևս ուրիշ անունով հայտնի Սերժիկ Սարգսյանի վրա, որպես անվտանգության, ազգային անվտանգության նախարար։ Նա էր կոորդինացնում եւ ներքին գործերի եւ ազգային բանակի եւ մնացյալ իրավապահ մարմինների գործողությունները։ Անգամ իմ անձնական անվտանգության ծառայությունը դրված էր նրա հրամանի տակ։ Ոչ Վանոս Իրադեղյանը, ոչ Վազգեն Սարգսյանը, ոչ ինչ էր անունը իմ Ռոման Ղազարյանը, իմ տիկնապահը, այս հարցում որևէ վճռական խոսք չունեին, բացարձակապես։ Նրանք ենթարկվում էին Սերժիկ Սարգսյանի հրամանին։ Սերժիկ հետո ինքը փոխեց Սերժ։ Անձնագրով նա Սերժիկ է։ Ուրեմն այդ պահին, երբ բարձրացան ճաղերը եւ ներխուժեցին արդեն ազգային ժողովի շենք, Սերժ Սարգսյանը որպես պատասխանատու մոտեցավ ինձ, ասում եմ իմ գրասենյակում որտեղ մի 20 մարդ կար, մոտեցավ ինձ, ասեց շեֆ, պետք է կրակել, ասի ոչ մի դեպքում, սպասեք, բայց երբ հայտնի դարձավ, որ ներխուժողները առևանգել եւ լինչի դատաստանի են ենթարկել ազգային ժողովի նախագահին եւ փոխնախագահին, Սերժ Սարգսյանը նորից կրկնեց պետք է կրակել։ Ես մի պահ մտածեցի եւ ասի միայն օդ եք կրակում։ Օդ կրակեցին, 10 րոպե հետո ամբողջ ժողովուրդը ցրվեց եւ մենք կարողացանք այդ առևանգվածներին փրկել։ Լևոն Տեր-Պետրոսյանը եւ իր շրջապատը եւ Վապկեն Արարչյանը, որը շտաբի ղեկավարն էր, այնքան համոզված էին, որ այլընտրանք չկա, ինչքան է Լևոնից դժգոհ լինի ժողովուրդը, միևնույն է գնալու է Լևոն Տեր-Պետրոսյանին է ընտրելու, որ իրենք տվեցին բոլոր հնարավորությունները եւ մենք այդ հնարավորությունները օգտագործեցինք։ Այսինքն բավականին հավասարաչափ տրվում էր հեռուստացույցով հաղորդումները, հնարավորություն կար դալիճներ վերցնել, հանրահավաքներ անել շրջաններում եւ ես կարծում եմ լավ օգտվեցինք մենք դրանից։ Մենք չենք վստահում կենտրոնական հանձնաժողովին։ Կենտրոնական հանձնաժողովը դարձել է խաղալի չարիք մարդկանց ձեռքում, որոնք որ ամեն միասնիկի փոփոխությունը դեմոկրատական իրենց համար հարված է։ Ես նույնիսկ Լևոն Տեր-Պետրոսյանի մասին չեմ խոսում, ես խոսում եմ այն մարդկանց մասին, որոնք վերակտիվորեն իրականացնում են այդ կերպիկները։ Եթե մենք գնանք նորից նամակ տանք, պահանջ դնենք ու հետ վերադառնանք, ոչ մի բան դրանից չի փոխվելու, միայն իրաք չի դառնալու է։ Դրա համար ես առաջարկում եմ հետևյալը։ Մենք հիմա գնում ենք գազակ իմանունից, դիմում ենք ձեզ։ Մենք հիմա գնում ենք այնտեղ։ Եթե չփոխում են ներ, մտնում ենք ժողովուրդով։ Մենք այնտեղ կմնանք 20-30 րոպե։ Եթե 20-30 րոպե հետո մենք դուրս չգանք, եկեք մեր հետևից։
Առաջինը հարվածեցին Արարքցյանին։ Այդ դիմադրությունը կարճ տևեց, որովհետև ծողերով անընդհատ խփում էին, անընդհատ։ Հետևի շարքի մարդիկ։ Այսօր Հայաստանի Հանրապետության պատմության մեջ խայտարակ էջ գրվեց, որովհետև հայերը կրակեցին հայերի վրա։ Խայտարակվեցինք մի խումբ բախտախնդիրների իշխանատենչության պատճառով։ Խայտարակվեցինք, որովհետև մի խումբ մարդիկ ամեն գնով ցանկանում են ունենալ իշխանություն։ Բայց Փառք Աստծո այս խայտարակությունը արյունահեղության չվերածվեց արյունահեղության միայն ու միայն Հանրապետության նախագահի սառնասիրտ կեցվածքի պատճառով։ Այս դեպքերից հետո, եթե անգամ իրենք հավաքած լինեին 100% ձայն, միանշանակ է, որ ոչ բանակը, ոչ անվտանգությունը եւ ոչ ներքին գործերը նման քաղաքական ղեկավարներ չեն ընդունել եւ չեն ընդունել։ Երբ որ 96 թվականի այդ գիշերը արդյունքները հաղորդում էին ընտրություններին, բոլորս նստած էինք հրաշվարչության շենքում, Ռոբերտ Քոչարյանն էր եւ Լեոնարդ Պետրոսյանն էր եւ կարծեմ Արկադի Ղուկասյան ամբողջ Ղարաբաղի դիտան եւ մենք բոլորս այնտեղ էինք, Սարգսյանը, Տեր-Պետրոսյանը եւ ստանում ենք այդ անմխիթար տվյալները։ Ընդ որում այդ գիշեր մեր այդ վարչության շենքից անդադ լուրեր էին տանում հրապարակում հավաքված Վազգենի կողմնակիցներին, որ այնտեղ ընկճված են։ Այսինքն այդ անմխիթար տվյալները տանում էին այնտեղ։ Դրանով բացատրում նաև, որ շատ ոգևորվեցին Մանուկյանին, այսինքն հաստատ չէր անցել։ Ես ժողովուրդը ներս խուժեց, մենք այնտեղ կանգնած էինք, ժողովրդին շատ դժվար էր հանգստացնել, բայց կրակոցներ կային, բայց օդի մեջ էին կրակում։ Զինվորները իմ իմացած տեղեկություններով եւ իմ տեսածով իրանք շատ նորմալ են պահել։ Я думаю, что не только кто-либо другой, но и сам Вазген Манукян не посмеет повторить то, что было 25 сентября. Так что, может быть, это нужно было, чтобы происходило, чтобы стало уроком для нас.